Շնորհակալություն նախ այսօր նշենք երևի թե նորից, որ 141 տարի առաջ Գեղատեսիլ Գանձայում Տեր Գրիգորյանների գերդաստանում Տերտերյան սպանը ծնվեց իմանուկ 11-րդ զավակը, Վանիկը, Վահանը, Վահան Տերյանը։ Սոր ասացի նորից կրկնեմ, երևի ոչ մեկը չէր պատկերացնի 11-րդ զավակը ուր է հասնելու, ինչպիսին է լինելու աշխարհին, հայ գրականությանը, հայ ժողովրդին, հատկապես կրկնում եմ գրականությանը ինչ պիտի բերի, այո։ Ես չեն պատկերացնում, բայց նա այդ կրկնեմ ձեր խոսքը, որ այո անցնելով սկսած իր դպրոցից Գանձայի, Ախալքալակի դպրոցից, Ներսիսյան դպրոցից, Լազարյան ջեմարանից, Պետերբուրգի համալսարանից, Մոսկվայի համալսարանից, պետական համալսարաններից, այդ բոլորն անցավ ընդամենը շատ, ընդամենը 10-12-13 տարվա ընթացքում։ Այո, Տերյանը ստեղծագործել է, մնացած բոլոր գործունեությունը ծավալել է ընդամենը 10-12-13 տարվա ընթացքում, պատկերացեք մեկ մարդ, որը հսկա գրականություն, որ այսօր կարող ենք անչափելի համարել, այդ մեծ բանաստեղծը նաև այդ բոլոր 12-13 տարվա ընթացքում նաև քաղաքական, հասարակական, բարեգործական և շատ այլ բնակավարների խիստ գործող անձը դարձավ։ Տերյանը, ես միայն ասեմ այսօր շատ բան կասելու, բայց երևի թե կրկնեմ, Տերյանը ասել Տերյանի մասին խոսք, այնքան կարելի, այնքան մեծերն են ասել, այնքան շատերն են ասել, այնպիսի բաներ է ասել, որ երևի չափ չկա։ Ես այսօր ասացի, իր շիրիմաքարին պիտի կրկնեմ։ Այդ բոլորն ասելու համար ընդամենը մեկ բան պիտի ասել, Վահան Տերյան, մնացած ասված կլինի ամեն ինչում, երևի թե, ենթադրում եմ։ Այո, Վահան Տերյանը եկավ ասպարեզ գրական մի ժամանակ հատվածում, երբ հայ գրական ասպարեզը երևի թե անչափելի այդ ժամանակահատվածինը 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, հատկապես առաջին այդ 20 տարիները, 15 տարիները պիտի կրկնեմ, երևի թե անչափելի են, պատկերացրեք, հայ շատ մեծեր ընդամենը այդ 15-20 տարվա ընթացքում են եղել։ Անցել էին արդեն շատ իր անունները չտամ, սկսած Դուրյանից և այլն, սկսեմ միայն այն մարդկանց, այն մեծերի, ովքեր Տերյանի այդ ժամանակած Հովհաննես Հովհաննիսյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Մեծարենց, արևմտահայ գրականությունը ողջը չթվեմ ինչպիսի հարուստ գրականություն, հայ գրականությունը Աղայան, Տեյվան, Պրոշյան, Լեո, շատ մեծեր այդ ժամանակահատվածին են, և Սունդուկյան, Շիրվանզադե և բոլորը պատկերացեք այդ և այդ ժամանակ դժվար էր ասպարեզ գալ, այն էլ միջայել ստիպված եմ այդ բանավանութագրել, դժվար էր և նաև խոսքն ասել դեռևս 1904-1905 թվականին և Գանձայում Տերտերյան սպանը հյուրընկալվել էին Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը, Դերիկ Տեմիրճյանը, շատ մեծեր են այդ տանը եղել իմացեք և այն ժամանակ Տերյանը նայելով այդ բոլորին և իմանալով թե ինչ է դա նշանակում ասաց այս մեծերից հետո Թումանյանից Իսահակյանից հետո պետք է նոր խոսք ասել, նոր երգ ասել ավելի ճիշտ ու ինք այդ նորը ասաց և միանգամից մնցեշաղի անուժներով, միանգամից մտավ գրական մեծ աշխարհ։ Ընդամենը մի բան ավելացնեմ նախքան ասելուն, որ կարծում եմ շատ հանճար են ի հայտ եկել երևի 3-4-5 գրքեր հրատարակելուց կամ ասպարեզ գալուց կամ շատ տեղեր և այլն բազմակետ։ Տերյանը ընդամենը 23 տարեկանում մթնշաղի անուժներով միանգամից մտավ հանճարների աշխարհ, միանգամից, մեկ անգամից։ Դա երևույթ է, որը չգիտեմ ինչպես կարելի է պատկերացնել։ Եվ շատ բան կարելի ասել, կրկնում եմ, երբ ուզեի ասել, բայց այսօր նաև շիրիմաքարին ասիկ, նաև այսօր ելի ողջունելով 141-ամյակին այսօրը ես անդրադառնում այսինքն քանի որ ինձ հանձնարարված է անդրադառնալ այս թեմային, ստիպված խոսում եմ այս թեմայի մասին։ Լազարյան ջեմարանում Վահան Տերյանը ընդունվեց 3-րդ դասարան, իհարկե Տեր-Սուքասի մեծ չարչարանքով, մասին երևի շատերը գիտեք, թե ինչպիսի քանի անգամ դիմեց 99 թվականից սկսած անընդհատ դիմում էր։ 3-րդ դասարան Ջեմարյանը, Լազարյան ջեմարանում, դասարան, որտեղ Ալեքսանդր Միասնիկյան, Ցոլակ Խանզադյան,
Հոնիկ Օհանջանյան եւ իհարկե Վահան Տերյան, Էլիասը պատկերացրեք մեկ դասարանում։ Եվ այդպիսի անցած 4-5-րդ դասարանից զանգ սկսեցին թերթեր հրատարակել, ձեռագիր անգամ։ 5-րդ, 6-րդ դասարանում արդեն ողջ ճեմարանի համար հրատարակում էին թերթ, բայց ձեռագիր իհարկե։ Հասկանալի այն ժամանակ այսօրվա հնարավորությունները չկար։ Եվ այդ բոլորը արդեն տեղ գտան։ Եվ այդ ինչու ես ասացի, այդ ընթացքում եղել են առանձնահատուկ ընկերություն, բարեկամություն, մտերմություն, ասեմ կոնկրետ թեմայի, Վահան Տերյանի եւ Պողոս Մակինցյանի իրար հարաբերություններում եղել է շատ մտերիմ հարաբերություններ։ Եվ պատահական չէ անուններ այսօր չգտնեն, թե քանի ձևանուններով է, քանի պարաստեղծ մոտեցումներ է մոտեցել կամ անվանաստեղծ բաներ մոտեցել Տերյանը, Պաուլո, շատ անուններով Պողոս Մակինցյանն այդպիսին դիմելով։ Եվ հետաքրքիր է, որ այդ պահից սկսած նրանք շատ անգամ նամակներով էլ իրար դիմել։ Ուրիշ բան է, թե ինչ կարծիքներ են եղել, ինչպիսին են, ինչ են, ում մասին ինչ են գրել, բայց կարևոր է, որ սկսած 5-6 թվականներից դեռ Տերյան, Վահան Տերյան չէ, դեռ Վանիկ էր ու Վահան էր։ Այդ ժամանակից նրանք հսկայական մեծ չափով նամակներ են իրար գրել, մինչև այդպես ասենք, համարյա կյանքի վերջը։ Արդեն 17-18 թվականին գիտեք, մխրճվել էր քաղաքական, պետական, հասարակական, տեղեկատվական գործունեության մեջ, եւ այդ ժամանակահատում հարյուրավոր նամակներ են գրվել Տերյան, Մակինցյան, Տերյան։ Իհարկե նաեւ կան ուրիշ հազարավոր նամակներ Տերյանի հետ, որոնք այս պահին ասեմ յուրաքանչյուր նամակ, ոչ միայն այս Տերյանի նամակները, յուրաքանչյուր նամակ ունի առանձին ստեղծագործական բնույթ։ Ինչպիսին Տերյանի ստեղծագործություններն են, կարծում եմ հաստատեն մասնագետները։ Յուրաքանչյուր նամակ ունի այդպիսի բնույթ, իսկապես ստեղծագործական բնույթ, որտեղ յուրաքանչյուրի մեջ հարցածված է տվյալ ժամանակը, տվյալ մեծերը, տվյալ քննադատական խոսքը պահի, թե ինչ, ում, ինչպես, բնութագիրը, ժամանակը, ազգային վիճակը, ազգի վիճակը, ազգի ճակատագիրը, ազգի ապական, այդ բոլոր այդ նամակներում կա եւ զարմանալի է։ Եվ այս առումով անկախ թե ինչպիսին է այս գիրքը, ընդամենը 120, 115, 110 տարվա ընթացքում լույս չտեսած ոչ մի նամակ, այստեղ հարյուրավոր նամակներ են 300 էջանոց այս գրքում, ընդամենը 1 ամիս առաջ հրապարակվել, որը իսկապես երևույթ է։ Անկախ այն բանից, թե ինչպիսի թերություններ կան, ինչ կա, պարոն Գասպարյանը կասի երևի, պարոն Տերյանը կասի երևի թե ինչ է, ինչպես, բայց անկախ դրանից մեծ հարստություն է ներկայացնել այս բոլորն այսօր, որովհետև ուսումնասիրություններ ամեն ինչը կպարզեն, թե ինչ է եղել այդ ժամանակահատվածում, կրկնում եմ, ով, ինչպիսի, ինչ մեծեր, ինչ հանճարներ, ինչ գործիչներ, ինչ գործընթացներ են տեղ ունեցել, ինչ է կապված եղել հայ իրականության հետ։ Այստեղ մի առանձնահատուկ նաև այսօրվա հետ եմ ուզում կապել, շատ հետաքրքիր բաներ կան, որոնք պատկերում են հայ ժողովրդի այդ ժամանակահատվածը, ներկայացնում են հայ ժողովրդի այդ ժամանակահատվածը ինչպիսի ճակատագրական էր։ Երևի թե այս պահին ես ինձ շեղեմ այս թեմայից, այդ ժամանակահատվածի ենթավոր եւ նրա առաջին բանաստեղծությունը շեշտել կապեմ այսօրվա հետ, երբ Տերյանը 1914 թվականին զգալով թե ինչ կարող է լինել հայ ժողովրդի հետ գրեց, միթե վերջին պոետն եմ ես, վերջին երկիչն իմ երկրի, մահն է արդյոք, թինին ջքես, պատետ պայծառ նայերի, մտարանդի երկրում աղոտ, ուսեղ թեզ եմ երազում եւ հնչում է որպես աղոտ արքայական քոլեզում, հնչում միշտ խորում պայծառ եւ խոցում է վայրում, արդյոք ոցե վարդերն են վար, թե վերքերն եմ հրավում։ Եվ այո, վերջին կրկնեց, միթե վերջին պոետն եմ ես, երևի թե նաեւ կրկնում եմ հայ ժողովրդի յուրաքանչյուր վիճակի, բայց նաեւ ապական տեսնելու երբ որ նա գրեց թե եգիպտական բուրգերը փոշի կդառնան, հարևան երկիր կվարվես վարման, այսինքն հավատն է շնչ, որ այո, կվարվի մեր երկիր, հրավոր նամակներ եւ կրկնում եմ այս նամակները 120 տարի մինչև 1 ամիս առաջ լույս չէին տեսել, այսօր եղավ եւ շատ բան կա ուսումնասիրել, խնդրեմ գրականագետներին, մասնագետներին նաեւ նայեն, որտեղ 4-5 տարի այս բնօրինակներն այդպես անվանեն կամ չգիտեմ ինչ, իմ մոտ են եղել եւ պարոն Գասպարյանը ես տվել եմ, պարոն Տերյանին տվել ենք եւ շատ բաներ կան նայելու եւ վերջապես հորդորներով, շատ մեծ հորդորներով, խնդրանքով, չգիտեմ այլ ինչպես ձևակերպեմ, լույս տեսավ այս գիրքը Կարինե Ավակյանցի Մակինցյանի թորների մասին է խոսքս, երկու աղջիկների նրանց հեղինակությամբ եւ երկար կարող էի խոսել այս գրքի մասին,
բայց դե շատ երկար խոսեմ, ավելի քիչ բան կասվի երևի թե ուստի ասում եմ մուտքը լավն էր։ Ես պետք է շարունակեմ իմ սիրելի Գևորգի խոսքը այն մասին, այո, շատ բան կա ուսումնասիրելու նորից եւ ձեր խոսքը դիգենցները, որ ասեմ, որ Տերյան ուսումնասիրել երևի հարյուրավոր տարիներ է պետք, բայց սա եւս օգտակար բան եղավ։ Եվ կրկնում եմ, Տերյանի այսօր ասեցի այնտեղ Շիրիմակային չգիտեմ ինչու նորից պետք է կրկնեմ, Տերյանի այն խոսքը, որ երևի թե չգիտեմ վերջը մի անգամից արտասանեմ, որ ասեց, որ մնակ բարով գնում ես, այդ մնակ բարով լրիվ չեմ ուզում արտասանել, կարող է սկզբից արտասանել, բայց ասեց մնակ բարով գնում եմ ես հերու երկիր, բայց պիտի կրկնեմ չէ, նա չի գնացել, նրան ես հակաճարելու եմ, չի գնացել, մեր հետ մնում է, մեր ժողովուրդը հետ մնում է, Տերյանը հավերժ է, ինչքան կա մեր ժողովուրդը, Տերյանն այդպես էլ կմնա, ուստի մնաց բարովը նա, երևի օգնել ինչ-որ մի այլ բան նշանակել։ Շնորհակալություն, գրքի համար երկար չխոսեմ, որտեղ շատ է։